Սիրելի հայրենակիցներ և սիրելի զինակիցներ, բանտերում թե ազատության մեջ, Հայաստանի համաժողովրդական շարժման երկրորդ կոնգրեսը տեղի է ունենում չափազանց բարդ իրադրության պայմաններում։ Ընդ որում, բարդությունը ոչ միայն իրավիճակային է, այլև իմացաբանական, քանի որ հասարակությունը կանգնած է վերջին շրջանի բուռն իրադարձությունների ընկալման և վերաիմաստավորման անհրաժեշտության առջև։ Կուտակված անթիվ հարցերի պատասխանը հնարավոր է տալ միայն իրադարձությունների խոր և համակողմանի վերլուծությունից հետո։ Այդ խնդիրը սակայն, թողնելով ապագային, սույն ելույթում ես կբավարարվեմ անդրադառնալով ընդամենը մի քանի հրատապ թեմաների։ Առաջին, բախում թե սպանդ։ Քոչարյանասերժական քարոզչությունը փորձում է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունները ներկայացնել որպես ընդդիմության կողմից հրահրված բախում ցուցարարների և ոստիկանական ուժերի միջև։ Այդ նպատակով քրեական վարչախումբը գործի է դրել ստի, կեղծիքի, զրպարտության, փաստերի աղավաղման իր ողջ զինանոցը։ Իսկ իրավապահ մարմինները, ոստիկանությունը, դատախազությունը և դատարանները ջանադրաբար լծվել են նշված վարկածի ճակերտավոր իրավական հիմնավորման հանցավոր գործին։ Նրանցից պահանջվում է ապացուցել անապացուցելին, զոհին դարձնել դահիճ, իսկ դահճին զոհ։ Խնդիր, որ նրանք վստահաբար կլուծեն հասարակական ճնշման բացակայության և միջազգային հանրության անտարբերության պարագայում։ Վարկածի հեղինակը, եթե կուզեք դիրիժորը կամ ռեժիսորը, բնականաբար ոչ այլ ոք է, եթե ոչ վարչախմբի տխրահռչակ պարագլուխ Ռոբերտ Քոչարյանը։ Դրանում համոզվելու համար բավական է ուշադիր ընթերցել նրա վերջին 3 մամլո ասուլիսները՝ մարտի 1, 5 և 20, որոնք աչքի են ընկնում բազմաթիվ աղաղակող հակասություններով և իրականությունը կոծկելու բացառիկ անճարակ և նախագահի պաշտոնը զբաղեցնող անձին պատիվ չբերող ճիգերով։ Ի դեպ, Քոչարյանի ձեռագիրը վերջին 10 տարվա ընթացքում բոլորովին չի փոխվել։ Մարտի 1-ի իրադարձությունները գնահատելիս նա ըստ էության դրսևորում է նույն անպարկեշտ, շատ մեղմ է ասված, վարքագիծը, որի ականատեսն ենք եղել նրա կողմից 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետքերը կոծկելիս։ Մերկապարանոց հայտարարություն անողի դերում չհայտնվելու համար այժմ մեկ առ մեկ դիտարկենք Քոչարյանի վերոհիշյալ ասուլիսներում առկա բացահայտ ստերը, փաստական սխալներն ու տրամաբանական հակասությունները, որոնք ոչ միայն լիովին բացահայտում են նշված անձի բարոյական կերպարը, եթե կուզեք կարող եք բառաշրջել անբարոյական կերպարը, այլև մարտի 1-ի ոճրագործության պատասխանատվությունից խուսափելու անթաքույց ձգտումը։ Մարտի 1-ի մամլո ասուլիսում խոսելով նույն օրն առավոտյան Ազատության հրապարակում տեղի ունեցած դեպքերի մասին Քոչարյանը նշում է. 9 օր շարունակ չարտոնված հանրահավաքներ էին կազմակերպվում Երևանում, և դրանց բովանդակությունը անցկացնելու ոճը բերեց նրան, որ վերջապես
հրահրվեցին ընդհարումներ ոստիկանության հետ։ Ոստիկանության օրինական պահանջին դիմադրեցին, իսկ պահանջը ընդամենը խուզարկության խնդիր էր, քանի որ լուրջ տեղեկություն կար զենքի և զինամթերքի մասին։ Ինչ կարելի ասել այս խոսքերի մասին։ Բացարձակ և անվայել սուտ։ Շուկայում առևտուր, այն ցածրագույն առևտուր անողի մակարդակի սուտ, որը ասում է Հանրապետության նախագահը։ Ավելի ամոթալի բան, որը կարող է բնութագրել մեր պետությունը, ես դժվար եմ պատկերացնում։ Ոստիկանությունը ոչ միայն խուզարկության պահանջ չի ներկայացրել Ազատության հրապարակում գիշերողներին, այլև անգամ ցրվելու կոչ չի արել նրանց։ Երբ շուրջ ժամը 6:40 րոպեին ռետինե մահակներով, էլեկտրաշոկերով և վահաններով զինված ոստիկանական ուժերը շրջապատեցին Ազատության հրապարակը, ես ինքս բարձրացա հարթակ, իմ կողքին Նիկոլն էր։ Եվ խոսափողից դիմելով ներկաներին ասացի բառացիորեն հետևյալը. «Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ զսպվածություն հանդես բերել, հանգիստ մնալ և ոչ մի շփում կամ կոնտակտ չունենալ ոստիկանների հետ։ Նրանք գուցե մեզ ասելու բան ունեն, սպասեք տեսնենք, թե ինչ են մեզանից ուզում։ Ոստիկաններին էլ զգուշացնում եմ նկատի ունենալ, որ հրապարակում կան նաև կանայք և երեխաներ, իսկ ցուցարարներին կրկին խնդրում եմ հանդարտություն դրսևորել և 5-6 քայլ ետ քաշվել ոստիկաններից։ Երբ ժողովուրդը միահամուռ կերպով կատարեց իմ խնդրանքը և 5-6 մետր ետ քաշվեց, ոստիկանները առանց որևէ նախազգուշացման, սա կրկնում եմ, առանց որևէ նախազգուշացման, միանգամից հարձակվեցին ցուցարարների վրա, մարդկանցից շատերն արագորեն հեռացան հրապարակից։ Ոմանք փորձեցին պաշտպանվել վրանների հենացցերով ու վառելափայտի կտորներով, բայց ոստիկանների ճնշման տակ նրանք ևս շուտով լքեցին հրապարակը։ 10-15 րոպեից հրապարակը լիովին դատարկված էր ցուցարարներից, և այնտեղ լիակատար տիրություն էին անում ոստիկանները, խորտակելով բարձրախոսներն ու դեռևս կանգուն մնացած վրանները։ Ահա սա է ողջ իրականությունը, որի մասին կարող են վկայել դեպքերին ականատես շուրջ 3000 ցուցարարներ։ Ինչ վերաբերում է Քոչարյանի ստահոդ պնդմանը, ապա դրա հետ կապված հարկ է ուշադրություն դարձնել տարակուսանք առաջացնող երկու հանգամանքի վրա։ Առաջին, եթե ոստիկաններն իսկապես խուզարկության կամ ցրվելու պահանջ ներկայացրած լինեին ցուցարարներին, միթե պարզ չէ, որ իշխանությունները այդ տեսարանը 100 անգամ արդեն ցուցադրած կլինեին իրենց հեռուստահալիկներով։ Եվ երկրորդ, աշխարհի ոչ մի երկրում դեռևս տեսնված չէ, որ իրավապահ մարմինները խուզարկության գնան շուրջ 3-4 հազար ոստիկաններով։ Այդպես գնում են կալցո օպերացիայի։ Չգիտեմ այս մարդը ում է ձեռ առնում, մեր ժողովրդին, աշխարհին, թե իրեն։ 3-4 հազար ոստիկանով գնալ խուզարկության։ Ցույց տվեք այդպիսի մի դեպք։ 3-4 հազարով գնում են ճակատամարտի, 3-4 հազարով գնում են կոտորածի, ջարդի։ Ում է խաբում։ Անդրադառնալով մարտի 1-ի երկրորդ կեսին ֆրանսիական դեսպանատան մոտ ծավալված իրադարձություններին, Քոչարյանը նույն ասուլիսում հայտարարում է, որ ոստիկանական զորքը զինված չէր հրազենով։ Հիշեցնենք, որ սա ասվել է արտակարգ դրություն հայտարարելու պահին, այն է երեկոյան շուրջ ժամը
22:30-ին, երբ բանակը իբր դեռևս գործի չէր դրվել, եւ երբ բազմաթիվ զոհեր ու վիրավորներ պատճառած արյունահեղությունը արդեն տեղի էր ունեցել։ Թյուրիմացությունից խուսափելու համար Քոչարյանի ասուլիսի այդ հատվածը ուզում եմ մեջ բերել ամբողջությամբ։ Հանրախոսքերը կա 8 վիրավոր ոստիկանության աշխատողներից։ Քաղաքացիական զոհերի մասին չի խոսում։ Տվյալ պարագայում, երբ զենք է կիրառվում ոստիկանական զորքի դեմ, որը զինված չէ հրազենով, ուշադիր եղեք, սա ենթադրում է, որ մենք ստիպված ենք բանակի հնարավորությունը կիրառել կարգ ու կանոն հաստատելու համար։ Մինչև այս վիրավորների պահը զուսպ էինք մնում նման քայլերից, բայց կիրառվում է զենք եւ իհարկե մենք պարտավոր ենք ապահովել մեր քաղաքացիների անվտանգությունը։ Տեսեք, Քոչարյանը բանակը կիրառելով ուզում է ապահովել մեր քաղաքացիների անվտանգությունը։ Ինչ հոգատարություն։ Սակայն ի դժբախտություն Քոչարյանի այստեղ բնականաբար ծագում է հետևյալ հարցը. եթե բանակը դեռևս գործի դրված չի եղել, իսկ ոստիկաններն էլ հրազեն չեն ունեցել, սա ինքն է ասում, ապա ինչպես մինչև արտակարգ դրության հայտարարումը 7 քաղաքացի զոհվեց հրազենից, սա իրենց թվերն են, դեռ ես չգիտեմ այս թվերը ինչ կդառնան, 7 քաղաքացի զոհվեց հրազենից և տասնյակ ուրիշներ ստացան հրազենային վնասվածքներ։ Հարցին որքան էլ զարմանալի է, պատասխանում է ինքը Քոչարյանը, ասուլիսի հաջորդ հատվածում անզգուշաբար մատնելով իրեն։ Կրակոցները, սա խոսքը ցուցարարների կողմից կրակողների մասին է, կրակոցներն արվում էր մի իրավիճակում, երբ կրակողի հետևում կային նաև այն ցուցարարները, որոնք զենք չէին կրում։ Կրակողը մեքենայի հետևից դուրս էր գալիս, կրակում զինվորների վրա և թաքնվում։ Իսկ իր վրա կրակել կնշանակեր նաև զոհեր այն մարդկանց շրջանում, ովքեր անզեն էին։ Մի քիչ ուշադիր եղեք։ Քոչարյանը չի էլ նկատում, թե ինչպիսի թակարդն է ընկել։ Եթե ոստիկանները, ինչպես ինքն է պնդում, զինված չէին հրազենով, ապա նրանք ինչպես պիտի կրակեին այդպես տմարդավարի վարվող ցուցարարների վրա։ Մեկ անգամ էլ նա իրեն մատնում է մարտի 20-ի մամուլո ասուլիսում։ Շատ հարցադրումներ կային և մամուլում, և խուսակցություններում, թե ով է տվել կրակելու հրամանը, եղել է, թե չի եղել այն։ Աշխարհի ոչ մի երկրում, սա Քոչարյանն է ասում, ոստիկանությունը հատուկ հրամանի կարիք չունի։ Մեր ոստիկանության մասին օրենքը նախատեսում է, թե երբ և ինչպես ոստիկանը կարող է կիրառել զենքը։ Ինչպես տեսնում ենք, Քոչարյանը ինքն էլ չզգալով, վերջի վերջո, ակամա խոստովանում է, որ ոստիկանությունը այնուամենայնիվ զինված է եղել հրազենով։ Սա խուճապահար, իր հոգեկան խռովքը կորցրած մարդու, այլ ոչ թե պետության նախագահի կեցվածք է մի այնպիսի պատասխանատու պահի, երբ նա խոսում է 3 միլիոն մարդու հետ և երկրում հայտարարում մի այնպիսի պատասխանատու վիճակ, ինչպիսին արտակարգ դրություն։ Խոստովանում է, որ այնուամենայնիվ զինված է եղել, դրանից առաջ ասելով, որ ոստիկանությունը զինված չի եղել։ Այլապես, եթե այդպես չէր, կմնար ենթադրել, որ բանակը գործի է դրվել արտակարգ դրություն հայտարարելուց առաջ։ Այսինքն, եթե ոստիկանները զինված չեն եղել, եթե նրանք չեն կրակել, բայց կան զոհեր, ուրեմն բանակն է գործի դրված եղել արտակարգ դրությունից առաջ և բանակն է կրակել ժողովրդի վրա։ Իսկ սա կնշանակեր սահմանադրության կոպիտ խախտում և ծանրագույն պետական հանցանք կատարված գլխավոր հրամանատարի կողմից։ Ինչպես տեսանք,
Արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտությունը Քոչարյանը հիմնավորում է նրանով, որ մարտի 1-ին ցուցարարներից շատերը իբր հրազեն են կրել եւ կիրառել ոստիկանների դեմ։ Բացահայտ ասում է եւ մի քանի անգամ բոլոր ասուլիսներում։ Այդ պնդումը, ինչպես ասացի, նա կրկնում է իր բոլոր 3 ասուլիսներում։ Սակայն որքան էլ զարմանալի է իշխանությունների եւ ընդդիմության կատարած հազարավոր տեսագրություններում դեպքերից նույնիսկ 2 ամիս անց հրազեն կրող եւ կիրառող որևէ քաղաքացի չի հայտնաբերվել։ Չկա այդպիսի։ Փաստը զարմանալի է մանավանդ այն առումով, որ հակառակը որքան ուզեք կա, այսինքն հրազեն կիրառող ոստիկաններին վերաբերող տեսանյութերը չափազանց առատ են եւ դուք դրանց բոլորին ծանոթ եք։ Ավելին, մինչ Քոչարյանի իսկ պնդմամբ բերման են ենթարկվել մոտ 800, իսկ կալանավորվել ավելի քան 100 քաղաքացիներ, սա դեռ մարտի 1-ին կամ մի քիչ դրանից հետո։ Հիմա դրանց թիվը ավելի շատացել։ Ինքն է ասում 800 մարդ բերման է ենթարկվել, 100-ից ավելի ձերբակալվել ու կալանավորվել։ Սակայն տարօրինակ կերպով նրանցից ոչ մեկին, այսինքն արդեն մոտ 1000 մարդ են ստուգել, քննել, բերման ենթարկել, ձերբակալել, կալանավորել, մի մասը բաց թողել, բայց նրանցից ոչ մեկին մարտի 1-ին հրազեն կրելու եւ կիրառելու մեղադրանք չի ներկայացվել։ Այսքանից հետո միթե լրացուցիչ ապացույցներ են պետք Քոչարյանի հորինած այս էժանագին առասպելը հերքելու համար։ Բացի փաստերը անպարկեշտորեն ու ցինիկաբար աղավաղելու ակնհայտ իրողությունից, ինչը կարելի է բացատրել մարտի 1-ի ոճրագործության պատասխանատվությունից, ես կասեի անմիջական պատասխանատվությունից խուսափելու շարժառիթով, Հայաստանի նախագահի բարձր պաշտոնն զբաղեցնող անձը չի խորշում անգամ կենցաղային, փողոցային մակարդակի ստախոսությունից։ Սա այս ցավով եմ ասում, սա մեր ազգային արժանապատվության վիրավորանք է, երբ ունեցել ենք մի այսպիսի մակարդակի նախագահ։ Այս տեսակետից ուշագրավ է հատկապես մարտի 5-ի ասուլիսի մի ընդարձակ հատված։ Ես ներողություն եմ խնդրում սա ձեզ մեջ բերելու համար, որովհետև շատ բնորոշ փաստ է։ Պատասխանելով այն հարցին, թե ճիշտ է արդյոք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել է, թե ինքը պատրաստ է եղել գնալ երկխոսության եւ ցանկություն է ունեցել գալ եւ միանալ հանրահավաքի մասնակիցներին, սակայն այդ հնարավորությունը չի ունեցել, ահա այս ընդարձակ հարցին Քոչարյանը պատասխանում է. Ծանոթ եմ այդ հարցազրույցին եւ մեղմ ասած այդ թեզը, չգիտեմ ինչու թեզ, պարզ տեղեկության մասին է խոսքը, այդ թեզը իրականությանը չի համապատասխանում։ Առաջինը ինչ է նշանակում, սրանք Քոչարյանի խոսքերն են, ամեն ինչ, ոչից էլ դուք կզգաք իմ եւ Քոչարյանի խոսքերի տարբերությունը։ Առաջին ինչ է նշանակում հնարավորություն չեմ ունեցել, ով էր խանգարում։ Հանգիստ կարող էր գնալ, ոչ մեկն իրեն չէր խանգարում։ Խնդիրը հետևյալի մեջ էր, ավելի ճիշտ խնդիրը։ Ուրեմն տեսնենք, թե ինչի մեջ էր այդ խնդիրը։ Իր թեկնազորը, այդ իմ թեկնազորը այսինքն, որը բաղկացած է սպաներից, իրեն ասել են, ինձ են ասել, որ իրենք չեն կարող մասնակցել ապօրինի միջոցառումներին։ Բայց Տեր-Պետրոսյանը ազատ էր առանց թեկնազորի գնալ։ Նպատակներն ուրիշ էին։
Իրականում երեկոյան պետական պաշտոնյաների անվտանգության ծառայության ղեկավար Գրիգորի Սարգսյանի միջոցով նա ինձ փոխանցել է, այսինքն ես Քոչարյանին փոխանցել եմ, որ ինքը կցանկանա, ես կցանկանամ գնալ եւ հանգստացնել ժողովրդին։ Ասել ենք այո, սա Քոչարյանն է ասում իր գերագույն դիրքից, ասել ենք, ինքը ասել ենք։ Իրենք ասել են, այո, միայն գող չունենք։ Այսպես Քաչնազարն էր խոսում իդեպ։ Գնացեք եւ հանգստացրեք։ Ասած չէ, ասողն էլ ես եմ։ Ես պայմաններ ունեմ, պայմանները հետևյալներն էին։ Ինքը գնում է եւ այդ մարդկանց առաջնորդում թատերական հրապարակ շարունակում է հանրահավաքը, որից հետո եւս 15 օր պետք է երաշխավորված շարունակի նույնը։ Բայց երբ այդ առաջարկը իր կողմից եղել է, արդեն վիճակը քաղաքապետարանի դիմաց դուրս էր եկել հսկողությունից։ Ամբողջը զինված էր փայտերով, երկաթյա ձողերով, քիչ առաջ խոսում էր հրազենի մասին, հիմա ասում է զինված էր փայտերով ու երկաթյա ձողերով։ Մի քիչ իջնում է դեպի իրականությունը։ Արդեն մոտ 30 հրկիրված մեքենա կար եւ բարիկադներ էին կառուցվում, կային ծեծված ոստիկաններ։ Ուրեմն իրեն ասվել է, այսինքն ինձ ասվել է, որ այդ առաջարկի համար արդեն ուշ է, եթե մտահոգություն ունեք, դուք ազատ եք, ձեզ ոչ ոք չի խանգարում, գնացեք տեղում հանգստացրեք կամ տարեք Դինամո մարզադաշտի հրապարակ։ Նա մերժեց, սա է եղել պատմությունը։ Այս ամբողջը Քոչարյանի խոսքերն են։ Քոչարյանի այս ընդարձակ պատասխանը իր իսկ խոսքերով մեղմ ասած իրականությանը չի համապատասխանում, եթե չասենք ավելի։ Նախ, մարտի 1-ին Գրիգորի Սարգսյանի միջոցով ես Քոչարյանի հետ բանակցել եմ ոչ թե մեկ անգամ եւ ոչ թե միայն երեկոյան, այլ 3 անգամ, սկսած շուրջ ցերեկվա ժամը 14-ից։ Առաջարկիս իմաստը եղել է այն, որ ինձ թույլ տան գնալ ֆրանսիական դեսպանատան մոտ եւ համոզել ցուցարարներին, որ հանգստանան եւ դադարեցնեն հանրահավաքը։ Այո, բայց ես հասկանում էի, որ ցուցարարների հետ այս լեզվով խոսել հնարավոր չէ։ Դատարկ ձեռքերով նրանց մոտ գնալ չի կարելի, այլապես ինձ էլ քսուլ էին, ուրեմն գիտակցել եմ ես եւ նրանց էլ հասկացրել, որ դա անհնար է առանց ժողովրդին այլընտրանք առաջարկելու։ Ես այո պնդել եմ, որ հանրահավաքը տեղափոխվի Ազատության հրապարակ կամ Մատենադարան եւ խոստացվի, որ հաջորդ օրերին մեզ արտոնված հանրահավաքներ անցկացնելու հնարավորություն կընձեռեն։ Վիճակը հանգստացնելու միակ հնարավորությունը սա էր։ Ուրիշ հնարավորություն չկար, մենք այդ փորձը ունեցել ենք, դուք շատ լավ կհիշեք, նույնպիսի իրադրության մեջ մենք եղել ենք 88 թվականի հունիսի 15-ին Գերագույն խորհրդի նիստի ժամանակ, որը տեղի ունենում այսօրվա ամերիկյան համալսարանի շենքում, դուք հիշում եք, երբ ինձ գերագույն ջանքերի գնով հաջողվեց որոշ կոմպրոմիսի հասնելով ցրել հանրահավաքը, բայց դրա դիմաց ստանալով Ազատության հրապարակում անընդհատ հանրահավաքներ ստանալու իրավունքը։ Սա է կոմպրոմիսը, ուրիշ ձև չկա։ Երկրորդ դեպքը եղել է նույն 88 թվականի նոյեմբերի 7-ին Հանրապետական հրապարակում, հիշում եք, թե ինչ վիճակ էր, ինչպիսի բազմություն եւ նորից նվաստիս վիճակվեց այդ վիճակը հանդարտեցնելու խնդիրը կամ գործը, նորից կոմպրոմիսի գնով։ Իշխանությունները դրանից հետո մեզ թույլ տվեցին ազատորեն կատարել մեր զանգվածային միջոցառումները։ Ուրիշ ձև չկա։ Դատարկ ձեռքերով հնարավոր չէ այդպիսի բազմության հետ խոսել։ Եթե այս էլեմենտար բանը չի հասկացել Ռոբերտ Քոչարյանի միջև հիմա, ուրեմն դա քաղաքականությունից ընդհանրապես ոչինչ չի հասկանում։ Քոչարյանը գեներալի միջոցով ինձ առաջարկել է ժողովրդին տանել Դինամո մարզադաշտ կամ կայարանամերձ հրապարակ։ Ես մերժել եմ մտավախությունով, որ դեսպանատներից ու քաղաքի կենտրոնից հեռու, այսինքն օտարերկրացիների աչքից հեռու,
Իշխանությունները կարող են ցուցարարների նկատմամբ նոր բռնություններ կիրառել եւ պնդել եմ, այո, որ հանրավաքը տեղափոխվի Մատենադարան, եթե հնարավոր չէ ազատության հրապարակ։ Երկրորդ անգամ Սարգսյանը Քոչարյանի մի անունից ինձ հաղորդել է մի քիչ էլ սպասել։ Իսկ երրորդ անգամ արդեն ուշ երեկոյան նախագահ հայտարարել է, որ ոչ մի կոմպրոմիս չի կարող լինել։ Իդեպ, գիտենալով Քոչարյանի եւ նրա շրջապատի վարքն ու բարքը, ես նախազգուշաբար նույն բանակցությունները Քոչարյանի հետ վարել եմ նաև Հայաստանում հավատարմագրված Եվրամիության երկրների դեսպանների միջոցով։ Խոսափողը Դավիթ Շահնազարյանն էր եւ Լևոն Զուրաբյանը, նրանց միջոցով ես կապ պահում դեսպանների հետ։ Նույն բանակցությունները 3 անգամ եւ 3 անգամ էլ դեսպաններին նախագահական նստավայրից տրվել են նույն պատասխանները։ Եվս մեկ անգամ, մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում նաև Քոչարյանի այն պնդումը, թե իբր Տեր-Պետրոսյանի թիկնազորը, որը բաղկացած է սպաներից, իրեն ասել են, որ իրենք չեն կարող մասնակցել ապօրինի միջոցառումներին, բայց Տեր-Պետրոսյանը ազատ էր առանց թիկնազորի գնալ։ Իմ թիկնազորը, որը ներկա է այս դահլիճում, բացի նրա հրամանատարից, որին 2 օր հետո, մարտի 1-ից 2 օր հետո, Սմբատ Գասպարյանին, Գնդապետ Գասպարյանին հեռացրին աշխատանքից։ Իմ թիկնազորը այդպիսի բան չի ասել եւ չէր կարող ասել, քանի որ օրենքով նա այդպիսի լիազորություն չուներ։ Սա ասելով Ռոբերտ Քոչարյանը արդեն իր մտքում ուներ օրենքի այն փոփոխությունը, որ նա հետո պիտի կատարեր։ Հիմա կատարել է, սա կա։ Սա նոր եմ մտցրել։ Եվ իմ թիկնազորի միակ պարտականությունը իմ անվտանգության ապահովումն էր։ Ուրիշ պարտականություն նա չունի։ Նույն ասուլիսի շարունակության մեջ Քոչարյանը ճշմարտության դեմ մի ավելի բացահայտ մեղք է գործում, պնդելով հետևյալը. շահարկում են, թե իբր Լևոն Տեր-Պետրոսյանը տնային կալանքի տակ է եւ չի կարողանում գնալ սահմանադրական դատարան։ Բայց նման բան չկա։ Երբ ցանկանա կարող է գնալ։ Երբեք տնային կալանք չի եղել եւ մենք նման իրավական ռեժիմ չունենք Հայաստանի Հանրապետությունում։ Եվ այսպես, մինչ Հայաստանի իրադարձություններին վերաբերող համարյա բոլոր միջազգային փաստաթղթերը արձանագրում են, որ Տեր-Պետրոսյանը գտնվում է դե ֆակտո տնային կալանքի տակ, Քոչարյանը հայտարարում է, որ նման բան չկա։ Մարտի 1-ից մինչև մարտի 25-ը իմ առանձնատան 2 դարպասներն էլ հսկվում էին Գրիգորի Սարգսյանի ղեկավարած ծառայության շուրջ 30 սպաներով ու զինվորներով, զինված սպաներով ու զինվորներով, որոնք խուզարկում էին ելումուտ անող բոլոր ավտոմեքենաները եւ համապատասխան մատյանում գրանցում ինձ այցելող բոլոր անձանց, այդ թվում տասնյակ արտասահմանյան դիվանագետների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ տասնյակ լրագրողների անունները, որոնք իմ բնակարանում մամլո ասուլիսներ են անցկացրել։ Ինչ վերաբերում է սահմանադրական դատարան ներկայանալու պարագային, ապա այդ բանը ինձ թույլ տրվեց միայն դատարանի համապատասխան նիստի քննարկումից եւ կարգադրությունից ու գլխավոր դատախազի տեղակալ Թամազյանի գրավոր հավաստիացումից հետո, այն էլ Սարգսյանին ենթակա 4 ավտոմատավոր սպաների ուղեկցությամբ։ Ճիշտ է, որ Հայաստանում տնային կալանքի իրավական ռեժիմ գոյություն չունի։ Այդ դեպքում, սակայն, հարց է ծագում, թե ինչպես պետք է բնութագրել գեներալ Գրիգորի Սարգսյանի կողմից իմ տեղաշարժի ազատության դեմ կիրառված սահմանափակումը։ Գուցե առևանգում, սակայն դա արդեն հետագա իրավական գնահատականի հարց է։ Քոչարյանի խնդրոառարկա մամլո ասուլիսների կատարված վերլուծությունը հանգեցնում է այն եզրակացությանը, որ նրա համար կարևորը
Տեղեկատվական դաշտում իշխանությունների վայելած բացարձակ մենաշնորհի պայմաններում, որ նրան տրվել էր արտակարգ դրություն հաստատելու շնորհիվ, կարևորը հնարավորինս առավել սուտ լուրերի տարածումն է, հույս ունենալով, որ դրանք գեբելսյան իմաստությամբ բազմիցս կրկնվելով մի կողմից կծառայեն ընդդիմության վարկաբեկման անհրաժեշտ գործին, մյուս կողմից կվերածվեն այնպիսի կարծրատիպերի կամ այսպես կոչված ճշմարտությունների, որոնց հաղթահարման համար հասարակությունից երկար ժամանակ կպահանջվի։ Այսինքն գոնե կարճատև ազդեցություն այդ ստերը կունենան։ Բոլոր բռնատիրությունները այդպես են։ Նրանց քարոզչությունը ուղղված է կարճատև էֆեկտ ստանալու համար։ Մտածելով, որ կստեղծվի նոր իրադրություն, իրենք նոր ստեր կհորինեն այդ կարճատև էֆեկտը ստանալու համար։ Եվ այսպես 10 տարի աշխատել են այդ մարդիկ։ Ու այսօր էլ պատրաստվում են եւս 10 տարի նույն ոճով շարունակել աշխատել։ Տվյալ գործելաոճը անտարակույս եւ գուցե ավելի հիմնականում իրադարձությունների հետաքննությունը ուղղորդելու ակնհայտ միտում է պարունակում, ինչի վկայությունն են մասնավորապես դատախազության բազմաթիվ պաշտոնական հայտարարություններն ու հաղորդագրությունները, որոնցում փաստորեն համարյա բառացի կրկնվում են Քոչարյանի ասուլիսներում առկա համարյա բոլոր հակասությունները, փաստական աղավաղումներն ու ստահոդ պնդումները։ Սակայն սա առանձին խոսակցության առարկա է, որին մենք թերևս կանդրադառնանք այլ առիթով։ Իսկ քոչարյանասերժական քարոզչության գլխավոր նպատակը, ինչպես արդեն ասվեց, խաղաղ ցուցարարների դեմ իշխանությունների կողմից հիմնավորապես ծրագրված եւ իրագործված հրեշավոր ոճրագործությամբ պատասխանատվությունից խուսափելու ակնհայտ ձգտումն է։ Այլ կերպ ասած, եթե իշխանությունները սուտ են խոսում, դա կարող է միայն մեկ բան նշանակել, այն է, որ նրանք թաքցնելու բան ունեն։ Այլապես հարկադրված չէին լինի դեմելու նման անպատվաբեր միջոցի եւ ընկնելու այդպիսի անհարմար վիճակի մեջ։ Ինչ որ բան թաքցնելու անհրաժեշտություն թելադրված է նրանից, որ իշխանությունները խաղաղ ցուցարարների դեմ բռնություն գործադրելու եւ ընդդիմությունը ջախջախելու ծրագիրը սառնասրտորեն մշակել են մարտի 1-ի իրադարձություններից դեռևս 1 շաբաթ առաջ։ Այս փաստը քչերին է հայտնի։ Փետրվարի 23-ին Ռոբերտ Քոչարյանը բողոքի ցույցերը արդեն իսկ որակեց որպես իշխանության ապօրինի զավթման փորձ։ Միաժամանակ սպառնալիքներ կարդալով ընդդիմության հասցեին։ Իդեպ այս փաստի վրա հատուկ ուշադրություն էր հրավիրել Ջոն Պրեսկոտը ապրիլի 14-ին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ներկայացրած իր զեկույցում։ Ի կատարումն Քոչարյանի հրահանգի հաջորդ օրն եւ այդ փետրվարի 24-ին եւ սա է որ գաղտնի է պահվել ժողովրդից։ Հայաստանի Հանրապետության կառավարության առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության ավագ քննիչ գնդապետ Մարուկյանը հարուցել է քրեական գործ հետևյալ հիմնավորմամբ։ Ես ուզում եմ սա կարդալ, սա եւ կարող եք, չգիտեմ, իրավական անգրագիտության գլուխգործոց համարել, եթե կուզեք երգիծանք, ֆելյետոն, ինչ կուզեք։ Կամ ես նույնիսկ չեմ ուզի համեմատել, անգամ Ստալինի ժամանակ, Վիշինսկու ժամանակ այսպիսի անգրագետ իրավական հիմնավորումներ չեն եղել։ Ուրեմն, ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության ավագ քննիչ գնդապետ Մարուկյանս քննարկելով Հայաստանի Հանրապետության կառավարության առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանադրական կարգի պահպանման եւ ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչությունից ստացված նյութերը պարզեցի Հայաստանի Հանրապետության նախագահական ընտրությունների գործընթացում Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Հակոբ Հակոբյանը, Մյասնիկ Մալխասյանը, Պետրոս Մակեյանը, մյուսները ուշադրություն դարձրեք այս բառի վրա։ Իրա քրեական գործ են հարություն, կոնկրետ անուններ եւ մեղադրանքներ ներկայացնում ու գրում են մի անունների մի ցանկ ու մյուսները։
Մյուսները բառի տակ նկատի ունեն ձեզանից յուրաքանչյուրին։ 3 միլիոն մարդ կարող էր այս մյուսները բառի տակ մտնել։ Ասա է Հայաստանի իրավագիտության, պետության, դատարանի, դատախազության, չգիտեմ, իրավունքի մակարդակը։ Մյուսները հրաշք է ուղղակի։ Ու ՀՀ նախագահի տեխնացու Լևոն Տեր-Պետրոսյանը, մյուսները հետո Տեր-Պետրոսյանը։ Տեղեկանալով, որս նախնական տվյալների պարտվել են ընտրություններում եւ ստացել ընտրողների ձայների ընդամենը 21.5%-ը, երկրում օրինական իշխանությունների նկատմամբ անվստահության մթնոլորտ ստեղծելու, հիմնարկ ձեռնարկությունների, կազմակերպությունների բնականոն աշխատանքները կազմալուծելու միջոցով, ինչպես նաև զինված խմբավորումներ կազմավորելու եւ դրանք հետագա գործընթացներում օգտագործելու կոչերով, Հայաստանի Հանրապետության պետական իշխանությունը յուրացնելու, Հայաստանի Հանրապետության սահմանադրության խախտման պետական իշխանությունը բռնությամբ զավթելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված գործողություններ են կատարել։ Ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով այսինչ այնինչ հոդվածներով որոշեցի, այստեղ էլ ուշադրություն դարձրեք, հրաշք է։ Առաջին Լևոն Տեր-Պետրոսյանի եւ մի խումբ անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու փաստի առթիվ հարուցել թիվ այսինչ քրեական գործը։ Փետրվարի 24-ին խաբար չեք, ես ու դուք արդեն իշխանությունը յուրացրել էինք։ Որպեսզի չմոռանաք, նորից եմ կարդում այս կետը։ Ուրեմն որոշեցի, այս Մարուքյանը կարող է Ռոբերտ Քոչարյանին ձեռը արել այս փաստաթղթով։ Ես ուզում եմ ներողություն խնդրել, կարող է շատ լուրջ մարդ է։ Ցույց տալու համար այդ աբսուրդը, իրեն տրված հանձնարարականի աբսուրդը, այո, հրապարակել այսպիսի փաստաթուղթ։ Գուցե ասեմ շատ կարգին մարդ է, հրաշալի մասնագետ։ Հետագայում կարող է շնորհակալություն հայտնել դրան։ Ուրեմն, առաջին որոշեցի, Լևոն Տեր-Պետրոսյանի եւ մի խումբ անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու փաստի առթիվ հարուցել թիվ այսինչ քրեական գործը։ Եթե ես փետրվարի 24-ին յուրացրած լինեի իշխանությունը, հիմա ոչ թե Նիկոլն ու Արարատ Զուրաբյանը բանտերում կլինեին, այլ իրենք պիտի լինեին բանտերում։ Սակայն կարևորը տվյալ պարագայում այս աբսուրդը չի, այս իրավական ճակերտավոր անգրագիտության այս գլուխգործոցը չի, այլ այն պարզ իրողությունն է կարևոր, որ նշված փաստաթղթով իշխանությունները փաստորեն փետրվարի 24-ին արդեն գծել են իրենց հետագա բոլոր գործողությունների մանրակրկիտ սցենարը։ Ընդհուպ մինչև մարտի 1-ի արյունահեղությունը, խանութների թալանը, ընդդիմության ղեկավարների ձերբակալությունները եւ այլն։ Քաղաքական տեսակետից այս հրեշավոր ծրագրի հետապնդած նպատակը մեկն էր, այն է արտակարգ դրության հայտարարումը, քանի որ իշխանություններն ակնհայտորեն ահաբեկված էին այն մտքից, որ զանգվածային հանրահավաքների ու անկախ լրատվության գոյության պայմաններում սահմանադրական դատարանը կարող էր կայացնել իրենց համար անցանկալի վճիռ։ Ուստի նրանց այլ բան չէր մնում անելու, քան բռնությամբ ու արյունահեղությամբ ճզմել կեղծված ընտրությունների առթիվ ծագած հասարակական դժգոհության արտահայտությունները եւ փորձել կատարվածի մեղքը բարթել ընդդիմության վրա։ Փաստերի համակողմանի քննությունն այսպիսով ցույց է տալիս, որ մարտի 1-ին տեղի ունեցածը ոչ թե բախում էր ցուցարարների եւ ոստիկանության միջև, այլ իշխանությունների կողմից ժողովրդի դեմ կազմակերպված իսկական սպանդ, ռուսերեն մի ավելի արտահայտիչ բառ կա, բոյնյա, իսկական սպանդ, որի պատասխանատվությունը գլխավորապես ընկնում է Ռոբերտ Քոչարյանի վրա։
Նա էր Ռոբերտ Քոչարյանն էր այն միակ իրավասու անձը, որ կարող էր խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառելու եւ նրանց գնդակոծելու հրաման տալ, քանի որ ուժային բոլոր մարմինները, բանակը, ոստիկանությունը, ազգային անվտանգության ծառայությունը եւ պետական պաշտոնյաների անվտանգության ծառայությունը գտնվում են նախագահի անմիջական ենթակայության տակ։ Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, որը ուշադիր, թեև ֆորմալ առումով կապված չէ հրաման արձակելու հետ, բայց նա, որպես ընտրյալ համարվող նախագահ, պարտավոր էր Ռոբերտ Քոչարյանին թույլ չտալ գնալու այդ ծայրահեղ քայլին։ Համենայն դեպս, նրա պատասխանատվության չափը կախված է այն դիրքորոշումից, որը նա կդրսևորի մարտի 1-ի ոճրագործության անկողմնակալ հետաքննության ապահովման գործում։ Սարգսյանը իր ամեղությունը ապացուցելու ավելի հարմար եւ շահավետ միջոց չունի, քան համաձայնել այդ ոճրագործության հանգամանքների միջազգային անկախ հետաքննության անցկացմանը։ Այլապես 1000 տարի էլ անցնի, նա նույնքան մեղավոր կդիտվի մարտի 1-ի արյունահեղության գործում, որքան Ռոբերտ Քոչարյանը։ Երկրորդ բաժին, Արևմուտքի վերաբերմունքը Հայաստանյան ընտրությունների եւ մարտի 1-ի իրադարձությունների նկատմամբ։ Ուզում եմ սկզբից եւ այդ հստակեցնել։ Արևմուտք ասելով, ես առաջին հերթին նկատի ունեմ եվրոպական կազմակերպությունները, Եվրոպայի խորհուրդը եւ ԵԱՀԿ-ն, որոնց անդամակցել է Հայաստանը եւ համապատասխան պարտավորություններ ստանձնել նրանց առջեւ։ Սակայն նախքան բուն նյութին անցնելը հարկ եմ համարում կատարել հետեւյալ անհրաժեշտ պարզաբանով, որը մի քանի անգամ արել եմ, բայց քանի որ շարունակ սա անտեսելու է տրվում, ուզում եմ կրկնել։ Տրամաբանությունը հուշում է, որ եթե մեր պետությունը պարտավորություններ է ստանձնել այդ կազմակերպությունների առջեւ, ապա դա ինքնաբերաբար նշանակում է, որ նույն կազմակերպություններն էլ պարտավորություններ են ստանձնել մեր ժողովրդի առջև։ Այն է, ապահովել նրա անվտանգությունը, ժողովրդավարական ազատությունները եւ քաղաքացիական իրավունքները։ Դժբախտաբար, փորձը ցույց է տալիս, որ նշված կազմակերպությունները թերանում են թե Հայաստանի կառավարության ստանձնած պարտավորությունների նկատմամբ արդյունավետ վերահսկողություն իրականացնելու եւ թե մանավանդ մեր ժողովրդի առջև իրենց պարտականությունները կամ պարտավորությունները կատարելու հարցում։ Դա ապացուցելու համար, դրա մասին արդեն խոսվեց, բավական է թեկուզ նշել Ամեկ+ եւ Նոյան Տապան հեռուստակայանների վերաբացման հարցում նրանց ցուցաբերած լիակատար անկարողությունը։ Ինչպես նաև այն, որ մինչ այժմ անպատասխան է մնում Ստեփան Դեմիրճյանի կողմից 2003 թվականի ընտրությունների արդյունքների վերանայման վերաբերյալ Իվերադատարան ներկայացված հայցադիմումը։ Կարծում եմ, նույնքան եւ գուցե ավելի պերճախոս է այդ կազմակերպությունների դրսևորած անսկզբունքային, սա ամենամեղմ բառն եմ օգտագործել, վերաբերմունքը Հայաստանում կայացած վերջին նախագահական ընտրությունների եւ մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների նկատմամբ։ Առարկայական լինելու համար ես կսահմանափակվեմ միայն այդ կազմակերպությունների կողմից կազմված մի քանի պաշտոնական փաստաթղթերի դիտարկմամբ։ Դրանք են ԵԱՀԿ-ի ժողովրդավարական հաստատությունների մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելության ղեկավար դեսպան Գերտ Արենսի երկու զեկույցները փետրվարի 20 եւ մարտի 3, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար Ջոն Պրեսկոտի զեկույցը ապրիլի 14, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովին դեսպան Ժորժ Կոլոմբիեի եւ Ջոն Պրեսկոտի ներկայացրած համատեղ զեկույցը ապրիլի 15,
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի թիվ 16-0-ի նբանաձևը ապրիլի 17, ինչպես նաև Եվրախորհրդի մարդու իրավունքների կոմիսար Թոմաս Համարբերգի զեկույցը մարտի 20, որը վերաբերում է մարտի 1-ի իրադարձություններին եւ իր օբյեկտիվությամբ, ես սա ուզում եմ շեշտել, Համարբերգի զեկույցը իր օբյեկտիվությամբ առանձնանում է բոլոր մյուսներից։ Միջազգային դիտորդական առաքելությունների անպատասխանատվությունը դրսևորվեց նրանց առաջին իսկ զեկույցում, որում նախքան խախտումների բողոքարկման ու ձայների վերահաշվարկի համար սահմանված ժամկետի ավարտը եւ նախքան ընտրությունների արդյունքների պաշտոնական ամփոփումը տեղ գտավ հետեւյալ ձախորդ ձևակերպումը. Հայաստանի Հանրապետության նախագահի փետրվարի 19-ի ընտրությունները հիմնականում անցկացվեցին ԵԱՀԿ-ի եւ Եվրախորհրդի նկատմամբ ստանձնած պարտավորությունների եւ չափանիշների համաձայն։ Թեև այստեղ խոսքը վերաբերում էր ընդամենը ընտրությունների կազմակերպմանը, administration այս բառն էր օգտագործված, այսինքն դա խոսքը վերաբերում է հանձնաժողովների ձևավորմանը, տեղամասերի, չգիտեմ, կահավորմանը, սարքավորումներով ապահովելուն, քվեաթերթիկները տպագրել եւ այլն, թեև սրան է վերաբերում, բայց այս միտքը ջնջվեց, սա համարվեց ընտրությունների որակի գնահատական եւ սկսեց թափառել փաստաթղթից փաստաթուղթ։ Եվ ինչն է զարմանալին, թեև այս նախադասությունից հետո դիտորդական առաքելությունների մյուս բոլոր զեկույցներում մանրամասնորեն արձանագրվել են ընտրական օրենսգրքի խախտումների, անհավասար քարոզչական հնարավորությունների, լցոնումների, ընտրակաշառքի, կրկնակի քվեարկությունների, իշխանությունների կողմից կիրառված բռնությունների, ձայների ամփոփման ժամանակ տեղի ունեցած զեղծարարությունների, վստահված անձանց աշխատանքի խափանման, նրանց դեմ ֆիզիկական ուժ գործադրելու, վարչական ռեսուրսների օգտագործման հարյուրավոր դեպքեր, սակայն դրանք դիտորդների հեղինակավոր, ճակերտավոր կարծիքով ընտրությունների արդյունքների վրա չեն ազդել։ Երբ նրանց հարցնում ես, թե ինչպես կարող են այդ աղաղակող փաստերը չազդել ընտրությունների արդյունքների վրա։ Ուրիշ ինչն է ազդում, անձրևը, ձյունը, կարկուտը, ես չեմ հասկանում։ Եթե դրանք չեն կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Եվ եթե չեն ազդել, ապա ինչ իմաստ ուներ դրանք արձանագրելը։ Էլ ինչ ես գրում։ Նրանք լռում են, ուղղակի չեն պատասխանում հարցին։ Երբ հարցնում ես եվրոպական որևէ երկրում, այդ ձեր երկրներից որևէ մեկում, հարգելի դիտորդներ, իրենք կհանդուրժեին արդյոք նման խախտումներով ուղեկցված ընտրություններ, նույնիսկ վիրավորվում են, ինչպես կարող ենք մտածել, որ իրենց երկրներում կարող են տեղի ունենալ այսպիսի ընտրություններ։ Ակամա մատնելով երկակի ստանդարտներով առաջնորդելու իրենց դիրքորոշումը։ Սա ես շատ մեղմ եմ ասում, երկակի ստանդարտ չէ։ Սա, եթե կուզեք, ռասիզմ է։ Ուրեմն, այն ինչ չի կարելի իրենց մոտ, կարելի է մեզ մոտ։ Ինչ է մենք երկրորդ սորտի ազգ ենք, երկրորդ սորտի ժողովուրդ ենք։ Հետո դուք ինքներդ օգտագործում եք եվրոպական ստանդարտներին համապատասխանել է, թե չի համապատասխանել բառը։ Սա ինձ համար ամենամեծ հիասթափությունն է եղել այս ընտրությունների ընթացքում։ Թեև ես այդ կասկածները վաղուց եմ ունեցել, Եվրոպայի անհոգիության մասին, ժամանակին խորապես ուսումնասիրել եմ Շպենգլերի արևմուտքի անկումը գործը, ինձ համար դա շոշափելի չի եղել, այսօր է դա շոշափելի դառնում։ Այդ անկումը արտահայտվում է նրա հոգեզրկման մեջ, բյուրոկրատացման, սպառողական հոգեբանությամբ առաջնորդվելու ցինիկության մեջ։ Եվրոպայում հոգի չի մնում։ Իդեալիզմի որոշ նշույլներ կան միայն
սկանդինավյան երկրներում։ Եվ որոշ չափով նաև արևելյան Եվրոպայի նոր անկախացած պետություններում։ Ուրիշ տեղ չկա, չի մնացել։ Դիտորդական առաքելությունների աշխատանքի որակի վկայությունն են նաև նրանց զեկույցներում առկա բազմաթիվ փաստական սխալները, որոնք հիմա ես չեմ ուզում կարդալ, ուղղակի դրանք տեքստաբանական զեղումներ են, բայց շատ կարևոր, դա վաղը դուք թերթերից կկարդաք։ Ինձ համար ավելի կարևոր ուրիշ է, այս քննադատությունները ոչինչ չարժեն փաստաթղթից փաստաթուղթ թափառող այն չարաբաստիկ ձևակերպման համեմատ, որ Հայաստանի Հանրապետության նախագահի փետրվարի 19-ի ընտրությունները հիմնականում անցկացվել են ԵԱՀԿ-ի և Եվրախորհրդի նկատմամբ ստանձնած պարտավորությունների չափանիշների համաձայն։ Սոսկ այս մեկ անզգույշ նախադասությամբ ԵԱՀԿ-ի ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելությունը փաստորեն միանգամից և անվերապահորեն լեգիտիմացրեց Հայաստանում անցկացված խայտառակ ընտրությունները։ Դրանից ոգևորված, ոչ միայն լեգիտիմացրեց, այլև ոգի տվեց, հիմք տվեց այս իշխանությունը բռնի կերպով զավթած իշխանություններին դիմելու նոր կեղծիքների, նոր բռնությունների, նույնիսկ արյունահեղության։ Դրանից ոգևորված Հայաստանի իշխանությունները ոչ միայն վիժեցրին ձայների վերահաշվարկի և ընտրախախտումների դատական քննության գործընթացները, այլև բողոքի խաղաղ ցույցերը որակելով որպես իշխանության ապօրինի զավթման փորձ, վերջի վերջո կազմակերպեցին մարտի 1-ի արյունոտ սադրանքը։ Չլիներ այդ նախադասությունը, չէր լինի մարտի 1-ի արյունահեղություն։ Արևմուտքը այսպիսով բավարարվեց հայաստանյան իրադարձություններին վերաբերող արտաքուստ խիստ, բայց իրականում դատարկ ու անպատասխանատու հայտարարություններով, կամա թե ակամա նպաստելով հանցագործ իշխանությունների վերարտադրությանը, եվրոպական կազմակերպությունները առաջնորդվելով քաղաքական նկատառումներով և երկակի ստանդարտներով բռնեցին ոչ թե ժողովրդավարության, ազատության և իրավական պետության գաղափարներով տոգորված Հայաստանի նոր քաղաքացիական հասարակության, այլ անօրինական վարչախմբի կողմը։ Առերևույթ կայունության ապահովման շահագրգռությամբ, բայց ծածկաբար իրենց բյուրոկրատական շահերով կամ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Հայաստանի դիրքերը թուլացնելու նպատակով Արևմուտքը նախընտրեց մեր երկրում ունենալ խոցելի լեգիտիմությամբ, սա իրանց տեսակետից, բայց իրականում ոչ լեգիտիմ իշխանություն կամ իրենց իսկ բառերով խոցելի լեգիտիմությամբ օժտված բռնապետություն, քան ժողովրդի վստահությունը վայելող արժանապատիվ իշխանություն։ Ափսոսանքով, բայց միաժամանակ սառնասրտորեն պետք է արձանագրել, որ եվրոպական կազմակերպությունները հանդուրժեցին Հայաստանում անցկացված խայտառակ ընտրությունները, ինչ որ չափով նաև նպաստելով այդպիսի ընտրությունների կայացմանը։ Միթե նրանք վիրավորված չեն, մի հայտարարությունը արել են մարտի 4-ին, մյուսը մարտի 12-ին, անցել է մոտ 2 ամիս, ոչինչ չեն արել, ոչ մի քաղաքբանտարկվել չի ազատվել։ Հեռուստատեսությունը ինչպես մնում էր իրենց բոստանը, այդպես էլ շարունակում է մնալ։ Հանրահավաքներն ու ժողովները արգելվում են։ Բռնությունները, ձերբակալությունները, բերման ենթարկումները այսօր էլ շարունակվում են։ Եվ այդ մարդիկ այդպես հանգիստ կարող են տանել այդ վիրավորանքը, որ իրենց խոսքը բանի տեղ դնող չկա։ Որ ինչպես ասում են, վիդիշլի Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը ընդհանրապես նրանց բանի տեղ չեն դնում։ Եթե այդպես է, ուրեմն եկեք մեր ժողովրդին ասեք,
մեզ մի խաբեք այդպիսի հայտարարություններով, մի հանգստացրեք։ Ասեք, որ մենք անզոր ենք, այո, կներեք, մենք ուժ չունենք, ձեր երկրում բռնապետություն է, դուք գնացեք ձեր հարցերը ինքներդ լուծեք։ Մենք գիտենք, որ մենք ենք լուծելու, մենք ձեր հույսին չենք։ Սպասեք, դեռ շատ ասելիք ունեմ, եթե չեք հոգնել։ Հաջորդ բաժինը հասարակության պառակտում, թե միավորում, թե միջազգային կազմակերպությունները, թե քաղաքագիտական շրջանակները և թե դժբախտաբար լրագրողներից շատերը խոր անհանգստություն են արտահայտում ետընտրական շրջանում Հայաստանում տիրող հասարակական պառակտվածության առթիվ և որպես դրա հաղթահարման ամենաբուժիչ դեղամիջոց առաջարկում կառուցողական երկխոսությունը քաղաքական ուժերի միջև։ Առաջին հայացքից երկխոսության առաջարկը միանգամայն բանական է թվում, քանի որ, ինչպես ասում են, քաղաքականությունը փոխզիջման արվեստն է։ Եվ սա այսպես է, և ես սրան հավատում եմ։ Սակայն հարց է առաջանում. ճիշտ է արդյոք երկխոսության առաջարկի այն ելակետը կամ հիմքը, թե իբր Հայաստանի հասարակությունը պառակտված է։ Եթե դատելու լինենք ընտրությունների արդյունքների պաշտոնական տվյալներից, ապա կարծես թե պատասխանը միայն դրական կարող է լինել, քանի որ ճակերտավոր հաղթած թեկնածուն ստացել է 53, իսկ ընդդիմության թեկնածուները 47%։ Մի բան է սակայն պարզ թվաբանությունը, բոլորովին մի այլ բան նրա տակ թաքնված իրականությունը։ Պարադոքսն այն է, որ հասարակության պառակտվածության թեզի հետ համաձայն չեն ոչ միայն համաժողովրդական շարժման ներկայացուցիչները, այլև իշխանությունների շուրջ համախմբված ուժերը։ Իշխանությունների համոզմունքը կառուցված է այն տարրական հաշվարկի վրա, 4-րդ դասարան ավարտել են, այդքան հաշվել գիտեն։ Ըստ որի, քանի որ թվերների շուրջ 18 և 6% ստացած երկու թեկնածուներ միացել են իշխող կոալիցիայի, ապա դա նշանակում է, որ իրենք ներկայացնում են հասարակության 77%-ը։ Հետևաբար խնդիր ունեն ընդամենը 21.5% ներկայացնող անհաշտ ընդդիմության հետ, որին քաղաքական հալածանքների և ագրեսիվ քարոզչության միջոցով չեզոքացնելը լուրջ դժվարություն կամ խոչընդոտ չպետք է համարի։ Սա ենթադրություն չէ, սա իրենց ներքին խոհանոցի ամենալուրջ խոսակցություններն են, ամենալուրջ, այսպես են կարծում, բայց նրանց արտաքին տեսքից չի երևում, որ այդքան վստահ են, դա իրար ոգևորելու համար են ասում, հենց բաժանվում են իրարից, ընկնում են իրենց նույն խուճապահար, վախեցած, ահաբեկված վիճակի մեջ։ Այլ հարց է ուրեմն, թե որքանով է առաջին հայացքից համոզիչ թվացող այս տրամաբանությունը համապատասխանում իրականության։ Նշված երկու անձնավորությունները, խոսքը վերաբերում 18 և 6% ստացած թեկնածուներին, նշված երկու անձնավորությունները, Վահան Հովհաննիսյանը և Անվտանգության խորհրդի նախագահը, քարտուղարը, Անվտանգության խորհրդի քարտուղարը, որի որի անունը ես խոստացել եմ չտալ, դրա համար ես այսուհետև մշտապես օգտագործելու եմ նրա պաշտոնական տիտղոսի, Անվտանգության խորհրդի քարտուղարի հապավումը աղք։ Հապավումը աղք ուրեմն։ Ուրեմն այս երկու
անձնավորությունները ընտրություններում հանդես են եկել որպես ընդդիմադիր թեկնածուներ, ինչը նշանակում է, որ նրանց օգտին քվեարկած քաղաքացիները բոլորովին չեն ենթադրել, որ իրականում ձայն են տալիս Սերժ Սարգսյանին, թեև այդ մասին մենք ժամանակին բազմիցս ահազանգել ենք, թե Վահան Հովհաննիսյանը, թե աղքը ընտրությունների հաջորդ օրը ընտրությունների հաջորդ օրը հայտարարեցին, որ այդ ընտրությունները կեղծված են։ Հիշեք, երկուսն են հայտարարել են։ Հետևաբար իրենք չեն ընդունում դրանց արդյունքները։ Ավելի ի նշան բողոքի Հովհաննիսյանը հրաժարվեց ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնից։ Իսկ աղքի զինակից պատգամավոր Հեղինե Բիշարյանը կեղծված ընտրությունների դեմ ցասումնալից ելույթ ունեցավ հենց մեր համաժողովրդական շարժման կազմակերպած հանրահավաքում։ Թե ինչ տեղի ունեցավ հետո, արդեն վերաբերում է ոչ թե քաղաքականության, այլ բարոյականության ոլորտին։ Բայց քանի որ ես խորշում եմ բարոյախոսությունից, շեշտում եմ, ոչ թե բարոյականությունից, այլ բարոյախոսությունից, ապա զերծ կմնամ մարդկանց վարքը գնահատելուց, բավարարվելով սոսկ փաստերի արձանագրմամբ։ Թեև Վահան Հովհաննիսյանը եւ աղքը ընդունելով հանդերձ ընտրությունների կեղծված լինելու իրողությունը, այնուամենայնիվ ես չեմ հասկանում ինչ եք ծիծաղում, սա նրա պաշտոնական տիտղոսի հապավումն է։ Անվտանգության խորհրդի քարտուղար ԱԽԿ։ Ուրեմն թեև Վահան Հովհաննիսյանը եւ այդ ձեր շատ սիրելի անձը ընդունելով հանդերձ ընտրությունների կեղծված լինելու իրողությունը, այնուամենայնիվ միացան Սերժ Սարգսյանին, դա դեռևս չի նշանակում, որ վերջինիս միացավ նաեւ իրենց ընտրազանգվածը։ Ընդհակառակը, դիտարկումները ցույց են տալիս, որ Հովհաննիսյանի եւ մանավանդ աղքի թեկնածությունը պաշտպանած քաղաքացիները հիասթափված իրենց առաջնորդների անվայել պահվածքից, տեսեք ինչքան քաղաքավարի բառեր եմ օգտագործում, անվայել, այսօր ավելի տրամադրված են Սերժ Սարգսյանի դեմ, քան նույնիսկ ընտրությունների ժամանակ։ Իսկ եթե սրան գումարենք նաեւ այն, որ մարտի 1-ի արյունահեղությունից հետո Սերժ Սարգսյանը ատելի է դարձել անգամ, դուք օգտագործում եք մերժված բառը, մերժված չեն, ատելի է դարձել անգամ իր ընտրազանգվածի մեծամասնության համար, ապա հասարակության 77% ներկայացնելու մասին իշխանությունների մոտ ձևավորված պատկերացումը հոդս է ցնդում։ Իշխանությունների համար դժվար է ընդունել, իսկ միջազգային հանրության համար դժվար է պատկերացնել, որ 1988 թվականի Ղարաբաղյան շարժումից եւ 1991 թվականի անկախության հանրաքվեից ի վեր Հայաստանի հասարակությունը երբևէ այնքան միասնական չի եղել, որքան հիմա։ Եթե այնուամենայնիվ անհնար է խուսափել պառակտում բառից, ապա պետք է համաձայնել, որ պառակտումը ոչ թե հասարակության ներսում է, այլ հասարակության եւ իշխող վարչախմբի միջև։ Իրականում դա պառակտում էլ չէ, այլ ահռելի մի վիհ, որ գոյացել է ժողովրդի մեծամասնության եւ իշխանությունը կեղծիքներով ու արյունահեղությամբ զահթած փոքրաթիվ մարդկանց միջև։ Հասարակության միասնականությունը ըստ այդմ արտահայտվում է ներկա վարչախմբի լիակատար մերժման
և նրանից շուտափույթ կերպով ազատվելու վճռականության իրողություններում։ Սա նոր ազատատենչ, արդարություն չհանդուրժող, իր իրավունքները լիովին գիտակցող քաղաքացիական հասարակություն է, որի պատկերացումները պետության, ազգային շահի, ժողովրդի բարօրության և արժեքային համակարգի մասին շեշտակիորեն տարբերվում են վարչախմբի պատկերացումներից։ Հասարակությունը պատրաստակամ է կերտել ազատ, ժողովրդավարական, իրավական պետություն, խնդիր դնելով հավասար հնարավորություններ ընձեռել բոլոր քաղաքացիներին, ապահովել ազատ մրցակցությունը, երաշխավորել սեփականության անձեռնխելիությունը, կազմաքանդել ձևավորված կոռուպցիոն համակարգը, հավասարաչափ բաշխել հարկային բեռը, վերացնել մենաշնորհային արտոնություններ շնորհելու սովորույթը, դադարեցնել վիճակագրական աճպարարությունները, հստակեցնել արտաքին քաղաքականության սկզբունքները, միջոցներ ձեռք առնել երկրի քաղաքական և տնտեսական մեկուսացման հաղթահարման ուղղությամբ, քաղաքական կամք դրսևորել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, հաշտ ու խաղաղ ապրել բոլոր հարևանների հետ և այլն։ Եթե Հայաստանի ներկա իշխանություններն ու միջազգային կազմակերպությունները չգիտակցեն այս հասարակության իրական ներուժն ու ձգտումները, ապա նրանք կարող են մեծամեծ սխալներ գործել և վտանգել երկրի կայունությունը։ Հասարակության և վարչախմբի միջև առկա վտանգավոր լարվածության լիցքաթափման միակ միջոցը ակնհայտորեն արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացումն է։ Դե հիմա ստացեք հիմայի պատասխանը, սակայն գիտակցելով, ուրեմն սա է, ասում եմ, ուրիշ ելք չկա, նախագահական և խորհրդարանական նոր ընտրություններ, բայց գիտակցելով, որ Հայաստանի ներկա իշխանություններն ու եվրոպական կազմակերպությունները առայժմ նման հանգուցալուծման պատրաստ չեն, գիտակցելով նաև, որ գաղափարի հասունացումը որոշ ժամանակ է պահանջում, մենք համաժողովրդական շարժման ներկայացուցիչներս պարտավոր ենք հստակեցնել մեր առաջիկա քայլերը և հասարակությանը գործողությունների խորապես մշակված ծրագիր ներկայացնել։ Հաջորդ բաժնում ես կփորձեմ կոնգրեսի ուշադրությունն հրավիրել այդ հարցերի հետ կապված որոշ նախնական առաջարկների վրա։ Բաժինը վերնագրված է համաժողովրդական շարժման առաջիկա խնդիրները։ Համաժողովրդական շարժման գործունեության ելակետը յետընտրական շրջանում հայաստանյան քաղաքական ուժերի նոր հարաբերակցության ձևավորումն է։ Անկախությունից ի վեր Հայաստանի քաղաքական դաշտը երբեք այնքան հստակ չի եղել, որքան հիմա։ Մի կողմում ապօրինաբար իշխանությունը զավթած վարչախումբն ու նրան սատարող փոքրաթիվ կուսակցություններն են, մյուս կողմում հասարակության մեծամասնության համակրանքն ու աջակցությունը վայելող համաժողովրդական շարժումը։ Ուրիշ ընդդիմություն ըստ էության գոյություն չունի, ինչը մեզ համար միաժամանակ թե պատվաբեր է, թե պարտավորեցնող։ Համաժողովրդական շարժումը սակայն ստեղծվել էր կոնկրետ խնդրի շուրջ, որպես նախընտրական դաշինք, որի գոյությունը հետևաբար այսօր իներցիոն երևույթ կամ անախրոնիզմ կարող է թվալ։
Ուստի մենք նախ եւ առաջ կանգնած ենք շարժմանը նոր բովանդակություն հաղորդելու մարտահրավերի առջև։ Կարծում եմ, միանգամայն ակնհայտ է, որ այդ նոր բովանդակությունը այլ բան չի կարող լինել, քան հայաստանյան իրականության հետ չհաշտվող հասարակության իղձերի եւ տրամադրությունների հունավորումը։ Կարծում եմ, նույնքան ակնհայտ է նաեւ, որ այդ խնդրի լուծման համար երկրորդական չէ, գուցե ավելին շատ կարևոր է, շարժումը օժտել կազմակերպական նոր ձևով եւ ինչու՞ չէ, նոր անվանումով։ Քանի որ վերջին շրջանում շատերիս համար բավականին հոգեհարազատ է դարձել կոնգրես բառը, ինձ նպատակահարմար է թվում համաժողովրդական շարժումը վերանվանել հայ ազգային կոնգրես։ Նկատի ունենալով, հիմա կբացատրեմ, ծափերը ավելի կշատանան, կբացատրեմ հետո։ Նկատի ունենալով, ինչպես համաշխարհային պատմության մեջ նմանատիպ անվանումներով հայտնի ազգային ժողովրդարական շարժումների փառապանծ ավանդույթները, այնպես էլ այդ շարժումներին բնորոշ գաղափարախոսական եւ սոցիալական բազմակարծությունն ու բազմաշերտ ներկայացուցչականությունը։ Ինչ վերաբերում է հայ ազգային կոնգրեսի կազմակերպական ձևին, ապա ինձ թվում է առայժմ կարելի է պահպանել համաժողովրդական շարժման կառուցվածքն ու ձևավորված մարմինները, քաղաքական խորհուրդը եւ գործադիր վարչությունը։ Ըստ այդմ, կոնգրեսի ստեղծումը շարժման անդամ կուսակցությունների կամ սատարող կուսակցությունների միաձուլում չի նշանակում։ Վերջիններս շարունակելու են պահպանել իրենց ինքնուրույնությունն ու կառուցվածքը, ինչպես նաև անկախ քաղաքական գործունեություն ծավալելու իրավունքը։ Մյուս կողմից, նման բազմազանությունը չի նշանակում նաև, որ խոսքը վերաբերելու է մի արհեստական խայտաբղետ կազմակերպության, քանի որ մեզ բոլորիս միավորում է մի այնպիսի վեհագույն գաղափար, ավելի վերը չկա, որպիսին ազատ, ժողովրդավարական, իրավական, բարգավաճ պետության կերտումն է։ Չի բացառվում անշուշտ, որ հետագայում համատեղ գործունեության եւ գաղափարախոսական դիրքորոշումների մերձեցման արդյունքում կոնգրեսը վերածվի կուռ կառուցվածքով օժտված կենտրոնամետ կազմակերպության կամ գուցե նույնիսկ կուսակցության։ Չի բացառվում նաեւ, որ այդ կուսակցությունը իր գործունեությունը հիմնականում ծավալի ստվերային կառավարության միջոցով, ինչի առավելությունները հայտնի են ողջ քաղաքակիրթ աշխարհին։ Հայ ազգային կոնգրեսի ստեղծման գաղափարը բնականաբար անակնկալ է ձեզանից շատերի համար։ Սակայն խնդրում եմ, այն ընդամենը որպես նախնական առաջարկ եւ հետագա քննարկումների առարկա համարել։ Թերևս արժե այդ հարցին առավել հանգամանորեն անդրադառնալ մեր հաջորդ հավաքում, որի գումարման մասին ձեր ժամանակին տեղյակ կպահվի։ Անկախ սակայն կազմակերպական վերակերպավորումից կամ ձևափոխումից, անգամ անկախ վերանվանումից ակնհայտ է, որ համաժողովրդական շարժումը հասարակական լայն աջակցության շնորհիվ մշտական եւ վճռորոշ դերակատարություն է ունենալու Հայաստանի ապագա բոլոր քաղաքական գործընթացներում, այդ թվում միասնական թեկնածուներով կամ ընդհանուր ցուցակներով մասնակցելով բոլոր մակարդակի ընտրություններին։ Ինչ վերաբերում է շարժման ընթացիկ խնդիրներին, ապա դրանց անդրադառնալուց առաջ հարկ եմ համարում շեշտել հետևյալը։ Մենք մշտապես առաջնորդվել եւ այսուհետեւ եւս առաջնորդվելու ենք քաղաքական պայքարի ընդունված կանոններով։ Գործել եւ այսուհետեւ եւս գործելու ենք բացառապես
օրենքի շրջանակներում։ Ի տարբերություն իշխող վարչախմբի, որն այդ կանոններին ու գործելակերպին սիստեմատիկաբար հակադրել եւ շարունակում է հակադրել ժողովրդավարական ազատությունների սահմանափակումը, ագրեսիվ հակաքարոզչությունը, վարչատնտեսական ճնշումները, զանգվածային ձերբակալությունները եւ վերջապես ֆիզիկական բռնությունը, որի բարձրակետը հանդիսացավ մարտի 1-ի արյունահեղությունը։ Չընդունելով հանդերձ այդպիսի բիրտ մեթոդներով իշխանությունը զավթած վարչախմբի լեգիտիմությունը, մենք այնուամենայնիվ հաշվի առնելով ռեալ քաղաքական գործոն լինելու նրա հանգամանքը, պատրաստ ենք երկխոսություն սկսել նրա հետ, սակայն այդ երկխոսությունը դիտելով ոչ թե որպես կողմերից մեկին ծնկի բերելու միջոց, այլ որպես երկրում իրական բարեփոխումներ իրականացնելու եւ քաղաքական գործունեության նորմալ դաշտ ստեղծելու պատեհություն։ Դրա համար անհրաժեշտ է, որ Հայաստանի կառավարությունը նախ եւ առաջ լիապես կատարի Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ապրիլի 17-ի թիվ 1609 բանաձևի որպես երկխոսության նախապայման ներկայացված պահանջները, որոնք ձեզ հայտնի են մարտի 1-ի իրադարձությունների անկախ թափանցիկ եւ վստահելի հետաքննություն, քաղաքաբանտարկյալների ազատ արձակում, ժողովներ, հանրավակներ, ցույցեր, երթեր եւ այլն, այդ օրենքի լրացումների չեղյալ հայտարարում եւ այլն եւ այլն։ Բանաձևը նաեւ ավելացնում է, որ եթե վերոհիշյալ պայմանները չապահովվեն եւ եթե Հայաստանում քաղաքական ուժերի միջև լրջորեն չծավալվի բաց երկխոսություն 8-րդ կետում նշված բարեփոխումների վերաբերյալ, ապա կասկածի տակ կհայտնվի Հայաստանի որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետության վստահելիությունը։ Ուստի վեհաժողովը պետք է 2008 թվականի հունիսյան նստաշրջանի բացման ժամանակ դիտարկի վեհաժողովում Հայաստանի պատվիրակության քվեարկելու իրավունքները կասեցնելու հնարավորությունը։ Ինչպես տեսնում ենք, վերջապես խոսքից գործի անցնելով Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը սպառնում է Հայաստանի իշխանությունների նկատմամբ պատժամիջոց կիրառել, ինչը ողջունելի է։ Սակայն ողջունելով հանդերձ վարչախմբի դեմ ուղղված քաղաքական պատժամիջոցները, մենք խորապես անհանգստացած ենք Հայաստանի դեմ ծրագրվող տնտեսական պատժամիջոցների վերաբերյալ արված հայտարարություններից, քանի որ դրանցից տուժելու են ոչ թե իշխանությունները, այլ առաջին հերթին մեր ժողովուրդը։ Ուստի, եթե թույլ տաք, օգտագործելով առիթը, համաժողովրդական շարժման անունից ես դիմում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությանը եւ հազարամյակի մարտահրավերներ ծրագրի վարչությանը, խնդրելով զերծ մնալ Հայաստանին հատկացվող օգնությունները նվազեցնելու կամ դադարեցնելու մտադրությունից։ Դա կարևոր ենք համարում նկատի ունենալով մանավանդ քաղաքականից բացի նաև երկրում հասունացող սոցիալական լարվածությունը, որն արդյունք է սպառողական ապրանքների գների կտրուկ թանկացման եւ հարկային բեռը գլխավորապես մանր ու միջին բիզնեսի ուսերին բարթելու պրակտիկայի։ Եվ այս սոցիալական վիճակը ավելի է վատանալու։ Որպես հիրավի համաժողովրդական շարժում մենք պարտավոր ենք ուղղորդել ոչ միայն հասարակության քաղաքական, այլ նաև սոցիալական դժգոհությունները։ Մի կողմից դրանց արմատներ վերացնելու, իսկ մյուս կողմից սոցիալական բունտի, սոցիալական խռովության վտանգը կանխելու նպատակով, քանի որ դա մենք իսկապես կործանարար ենք համարում մեր երկրի համար։ Շարունակելով սկզբունքային եւ վճռական պայքարն ընդդեմ հակաժողովրդական վարչախմբի,
Միաժամանակ մենք պարտավոր ենք նաև անել ամեն ինչ խուսափելու համար ներքաղաքական ցնցումներից եւ երկրի կայունության սպառնացող զարգացումներից, նկատի ունենալով առաջին հերթին այդպիսի իրավիճակից օգտվելուն միտված Ադրբեջանում արտահայտվող տրամադրությունները։ Ադրբեջանը պետք է հասկանա, որ ինչպիսի ներքաղաքական վիճակ էլ տիրի մեր երկրում, միևնույն է Ղարաբաղի դեմ ռազմական ոտնձգություն կատարելու պարագայում կհանդիպի հայ ժողովրդի միահամուռ դիմադրությանը։ Իսկ այդ դիմադրության առաջին շարքերում վստահաբար կհայտնվեն այսօր բանտերում գտնվող մեր ընկերները։ Ռազմական վտանգի առաջացման դեպքում ես ինքս կոչով կդիմեմ համաժողովրդական շարժման մասնակիցներին, խնդրելով ժամանակավորապես դադարեցնել իրենց քաղաքական գործողությունները եւ լծվել հայրենիքի պաշտպանության նվիրական գործին։ Այս ամենը չի նշանակում սակայն, որ համաժողովրդական շարժումը համաձայն է կամ հավանություն է տալիս Ղարաբաղի հարցում վերջին տասնամյակի ընթացքում վարչախմբի վարած խայտառակ քաղաքականությանը, որի արդյունքն են ինչպես Հայաստանի լիակատար մեկուսացումն ու տնտեսական զարգացման հեռանկարի բացակայությունը, այնպես էլ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի վերջերս ընդունված տխրահռչակ բանաձևը։ Սրա արդյունքները չափազանց վտանգավոր արդյունքները դեռ մենք հետո պիտի տեսնենք։ Ուստի մենք Հայաստանի իշխանություններից պահանջում ենք անհրաժեշտ քաղաքական կամք դրսևորել եւ որքան հնարավոր է արագ ձեռնարկել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ռեալ, ես կրկնում եմ ռեալ, ոչ իմիտացիոն գործընթացի սկզբնավորմանը։ Ժամանակի սղության պատճառով ես անդրադարձա համաժողովրդական շարժման առջև կանգնած բազմաթիվ խնդիրներից միայն մի քանիսի, դրանք համարելով ամենակարևորը։ Ինչ վերաբերում է մյուսներին, ապա դրանք ձեզ կներկայացվեն մեր ընթացիկ գործունեության եւ հրապարակային միջոցառումների ընթացքում։ Այո, նաեւ հզոր հանրահավաքներում, որոնք վաղ թե ուշ պիտի տեղի ունենան, եւ ես վստահ եմ շատ շուտ են տեղի ունենա։ Այսօրվա ամենահրատապ խնդիրը անտարակույս, անխտիր բոլոր քաղաքաբանտարկյալների անհապաղ ազատ արձակումն է։ Առանց քաղաքաբանտարկյալների ազատ արձակման երկխոսության կամ հասարակական համերաշխության վերականգնման մասին խոսք անգամ չի կարող լինել։ Թող հույս չունենան, թող իշխանությունները հույս չունենան, որ մեզ բանտարկյալներով ծնկի կբերեն։ Թող հույս չունենան, որ սա միջնադար է եւ կարող են պատանդների դիմաց փրկագին ստանալ։ Դրանք քաղաքաբանտարկյալներ չեն իսկապես։ Դրանք քաղաքական պատանդներ են, որոնցից այս իշխանությունները փորձում են, ասեմ,
միջնադարյան ավազակների մեթոդներով փրկագին կորզել։ Այդ բանի հույսը երբեք չունենաք, մոռացեք։ Դուք կարող եք այլ բան անել, բոլորիս ձերբակալել, բոլորիս կալանավորել, բայց, ինչպես ասացի, կալանավորներին ազատ արձակելու դիմաց փրկագինը ձեզ համար չափազանց մեծ պատիվ կլինի։ Դուք դրան արժանի չեք։ Ուրեմն պետք է հասկանալ, եթե նրանց հույսը դա է, եւ նրանք կարծում են այդ ձևով մեծ ծնկի կբերեն, թող շատ որքան նա արագ հրաժարվեն այդ մտքից, որովհետև եթե ուրիշ ոչինչ չլինի, եթե ուրիշ ոչ մի խնդիր չլինի, քանի դեռ մեկ քաղաքատարկյալ կա Հայաստանում, այս ժողովուրդը չի հանգստանալու։ Ես խոսեցի որոշ կոնկրետ խնդիրների մասին, իսկ որպես ընդհանուր ռազմավարություն, մեր շարժման, որն է լինելու դա։ Ակնհայտ եւ անկասկած է, որ մենք օգտագործելու ենք օրինական բոլոր միջոցները, օրենքով մեզ տրամադրված բոլոր միջոցները, հանցավոր վարչախմբից ազատվելու եւ երկրի սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով։ Մի բան պետք է պարզ լինի թե Հայաստանի իշխանությունների, թե միջազգային հանրության համար։ Այն է, փետրվարյան վերջին տասնօրյակի ազատության վայելքը ճաշակած, արժանապատիվ հասարակության հաղթական երթը անկասելի է։ Շնորհակալություն ուշադրության համար։